Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Էվա Սունդքվիստին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարզում իրականացվող շվեդական ծրագրերը, ներդրումային հնարավորություններն ու հայ-շվեդական համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Ողջունելով դեսպանին, մարզպետն անդրադարձել է հայ-շվեդական համագործակցության շրջանակներում մարզում վերջին տարիներին իրականացված ծրագրերին և իր երախտագիտությունը հայտնել Շվեդիայի կառավարությանը ցուցաբերած աջակցության համար։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար դեսպան Էվա Սունդքվիստը խոսել է Շվեդիայի կառավարության կողմից մարզում իրականացվող ներդրումների ողջահավետ համագործակցության ընդլայնման հնարավորությունների մասին։ Զրույցի ընթացքում շոշափվել են նաև մարզի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հետ կապված հարցեր, ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արարատի մարզում գործող Ինտերակվա ՍՊԸ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին և ընկերության հետագա ծրագրերին։ Ինտերակվա ՍՊԸ-ն ձկնաբուծության ոլորտի առաջատար ընկերություններից է։ Տարեկան արտադրական ծավալը կազմում է շուրջ 1100 տոննա։ Աճեցվում են բելուգա, ստերլետ, սիբիրյան թառապ, ծիածանափայլ իշխան, կարմրախայտ և գեղարքունի տեսակի ձկներ։ Ձկնաբուծարանը զբաղեցնում է 6,5 հեկտար տարածք, ունի 60 աշխատակից։ Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի զարգացման հեռանկարները, արտադրության ընդլայնման և դեպի ԵՄ արտահանման հնարավորությունները։ Նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը, ինչպես նաև պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը։ Շինարարության հրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 80 արձանագրություն, որից 2-ը կազմվել է աշխատակազմի քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության կողմից օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետին է զեկուցել քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ղուկասյանը։ 54 արձանագրություն կազմվել է աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, որից 20-ը փոշեկլանիչ ցանցեր, 4-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով։ Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի կողմից կազմվել է 24 արձանագրություն, որոնցից 2-ը Աջափնյակ, 3-ը Ավան, 10-ը Արաբկիր, 2-ը Դավթաշեն, 2-ը Կենտրոն, 1-ը Մալաթիա Սեբաստիա, 2-ը Նոր-Նորք, 2-ը Քանաքեռ Զեյթուն վարչական շրջաններում, որոնցից 13-ը փոշեկլանիչ ցանցերի և 3-ը օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով, նշել է Ղուկասյանը։